Can you take 10 euros? Ողջույն, ձեզ հետ են Մարիան և Սուրենը The Tripping Couple-ը և մենք այս վլոգում ձեզ կպատմենք Հուրգադա քաղաքի մասին 7 օր Հուրգադա All-Inclusive հյուրանոցի, անապատի զվարճանքների, Բեդվինների գյուղի, Կարմիր ծովում սկուբա դայվինգի մասին Մաս առաջին Եկավ ժամանակը բացահայտելու Եգիպտոսը, թռչելու ենք Ֆլայուանով Երևանից 3 ժամ տևողությամբ Ահա հասանք մեր հյուրանոց, հիմա ցույց կտանք համարը։ Բարի գալուստ Հուրգադայի մեր հյուրանոցային համար։ Տուկ-տուկ։ Օ, Մարիա, ողջույն Եգիպտոս, ինչպես ես, արի քեզ ռում տուր անեմ վերջապես։ Օ, ինչ գունավոր սենյակ ունենք այսպիսի մեծ հսկայական համար, ինչպես տեսնում եք, ունենք երկու անկողին մեկ զարգած վիճակով, այստեղ պահարան իրերի համար, աշխատասեղան, այս կողմի վրա մեր սան հանգույցն է բավականին ընդարձակ։ Այո։ Փոքրիկ հեռուստացույց, փոքրիկ սուրճի սեղան եւ ամենակարևորներից մեկը Հիասքանչ մեծ պատշգամբը դեպի լողավազան։ Վաու։ Այս անգամ մենք նախընտրել ենք All-Inclusive տարբերակը եւ ձեզ ընթացքում ցույց կտանք թե ինչ է ներառում մեր հյուրանոցային համալը։ Առաջին բանը դա գնալ եւ բացահայտել լողափը, գնալու ենք մինի շաթլներով, որոնք շարժվում են ամեն 5 րոպե մեկ։ Մեր հյուրանոցում կա այսպիսի հսկայական ակվապարկ, որի մեջ ներառում է ջրաշխարհի լիքը տարբեր ատրակցիոններ, մեծ լողավազան, փուլ եւ լիքը բաներ, գնանք տեսնենք ինչ կա այստեղ։ Ավելի շատ արևապաշտպան կողմում մեր լողափը, որը հենց պատկանում է հյուրանոցին։ Ուրա! Մեր բարը, որտեղից մենք վերցնում ենք անվճար կոկտեյլներ և այն վայելում, այսպես լողավազանի շուրջ նստած։ Դե ինչ օրը բարի բոլորին, մենք շարժվել ենք ես ու Մարիան դեպի մեր սաֆարի։ Այո, գնում ենք բագի քշելու։ Այստեղ մեր գեղեցիկ հյուրանոցն է, այստեղ մեր բուրգերն են, մեր վարորդն է, որը մեզ տանում է դեպի սաֆարի։ Մեր կողքինս Սահարա անապատը է, ինքը հայտնի մեծ հսկա անապատը, այնտեղ բագիներն են եղում կանգնած։ Վերցնենք մեր բագին, Այո, առաջինը վարելու ենք բագի, այսպես կան 4 հատանոցներ, 3 հատանոցներ, 2 ավելի շուտ։ Յո։ Իսկ հիմա ուղևորվում ենք դեպի Բեդվինների գյուղ, որը գտնվում է անապատի կենտրոնում։ Բեդվինները անապատում ապրում են ոչ պակաս քան 4-ից 5000 տարի։
Ուրեմն Մարիային ասում եմ մարդիկ եմ թողել մեր սենյակը մակրո խմարտուն, ասում եմ վստահ եմ, որ հիմա գնանք կամ պետք է ինչ-որ սիրուն բան զարդարած լինի, կամ չէ, հիմա մտնենք տենանք։ 3 կարապներ էին, ուպս, բայ դուրը չեմ բացել։ 3 կարապներ էին։ Դե լավ։ Վաու։ Ինչպեսի ստեղծագործություն։ Մենք հետ պատասխան ենք թողնում մեր սենյակի մակրող աշխատակցին, այսպես շնորհակալություն եւ սրտիկ։ Այսօր լավի ժամն է։ Ես եւ Սուրենը եկել ենք համեղ սնվելու։ Սուրենը ինչ է սնվելու այսօր։ Ամեն ինչ։ Լավ, իսկ ես տեսնում եմ ամեն ինչ։ Right now and right here it was for 20. Stop, that's it. Mio Ashwin. In 3. Applause. Okay. And now for number 150. Ներսից գալիս եմ, սենց դուրը արագ սենց բալկոնի փակում եմ, մեկը Մարիասի ուսուր չփագես կզանոտ ունենի, ուշակեք ինչ, զամոկը անք է, մենք մնացել ենք բալկոնում։ Ինչ լավ է ունենալ հայ ընկերներն ու հյուրանոցում, հիմա իրենց կանչեցինք վերևից, ձեռքը վարեցինք, պատմեցինք ինչ եղել, հիմա գնում է reception մեզ փրկեն։ Մեզ վերջապես եկան եւ փրկեցին, մենք ազատ ենք, այդ պահը մոռացանք ուղղակի սենց զանգում էին, որ դուրը բաց էին, մոռացանք նկարենք, բայց շատ Իսկ թվում առավոտ մի հատ կտենանք, ոնց է ձեր կենացա։ Ահա մեր նավը, մենք եկանք, գնանք, նստենք, գնանք դայվինգի, ուրախ ամսնակազմը մեզ սպասում, սկսեցինք արդեն մեր դայվինգի տուրը, մեր ինստրուկտորը մեզ բացատրում է ինչից հետո է, Տուրը ամրագրել ենք հյուրանոցից, գնում ենք տեսնելու Կարմիր ծովը եւ բացահայտելու այն։ ինչ սիրում է։ Բազմիցս լսել ենք, որ Կարմիր ծովը ամենահարուստ ջրային աշխարհը ունի եւ շատ սպասված էր մեզ համար եւ ահա եկել ենք սկուբա դայվինգի։ Ահա ինչպիսին են լինում փոփարտ դեմքերը Կարմիր ծովի դայվինգից հետո, տեսել ենք լիքը ձկներ։ Ահա մեր ուտելիքն է, այսպես բան են արել, thank you։
Yes. Everything. Եվ հալանչի ժամն է, համովիկներ են գոտելու։ Մեր լողափը իսկապես հիասքանչ էր հարմարավետ հանգստի համար, շատ կորալներ կային և կարող էինք սնորքելինգ անել։ Ի դեպ, հյուրանոցի խոհանոցը լի էր բազմազան ուտեստներով քաղցրից մինչև մրգեր, բանջարեղեններ, աղցաններ և ամեն ինչ, և մենք իսկապես հավանեցինք այն։